հարգելի ընդդիմություն, արդեն ժամը 5-ն է երեկոյան ու դուք դեռ ոչ մի ռեալ հայտարարություն չեք արել։ Ժողովուրդը, ով ձեզ քվեարկել է, իրանք 100,000-ներով են սպասում են ձեր որոշմանը։ Փաստացի երբ ընտրությունները վերջացավ, փոխանակ երեկոյան ժամը 7-ից 8-ից սկսեինք հավաքվել հենց հրապարակում ու հրապարակից հետևել արդյունքներին, դուք նստած տները մնացիք, երևի կոնյակը ձեռներիդ սպասում եք, որ հեսա հաղթելու եք, ու իտոգում պարզվեց, որ Փաշինյանը լավ կեղծեց ընտրությունները ու հիմա էլ առավոտից իր թմագիստները հելել են սենց ղժալով մեր վրա, ասում են ջախջախեցինք եռագլուխին ու սենց խոսքեր։ Էսի ձեզ դուր է գալիս, որ այս ձև իրանք սկսել են արդեն ոնց որ ձեր առնել մեզ ընտրողներից էդի դուր չի գալիս, որովհետև իրանք այդ ձևով մեզ են ձեր առնում։ Կարդալով սոցցանցերում մարդկանց տրամադրությունը, ինձ տասնյակ մարդիկ սաղ սոցցանցերում գրում են, թե էս ինչա կատարվում, մենք չենք քվեարկել Նիկոլի օգտին, էս ինչա, էս ինչ թվեր է Նիկոլի օգտին գրանցված, ընտրություններին ոչ ոք արդեն չի հավատում, որ կեղծած է, բացի իհարկե Նիկոլի աջակիցներից, որոնք 100% համոզված եմ 49% չի կազմում, այլ մաքսիմում 20-25 է կազմում։ Ուզում ասեմ, մարդիկ մեծամասնությունը ապշած են ընտրությունների հետ կապված այս կեղծիքներից ու փաստացի մենք ժողովուրդս չենք կարող կողմնորոշվենք ու տենանք ինչ ենք անելու իտոգում։ Սպասում ենք ձեր, այսպես ասած, հայտարարություններին, իսկ դուք լռված եք։ Ինչքան կարելի է սպասել, եթե այսօր ոչ մի բան դուք չհայտարարեք ու թողնեք, չգիտեմ, վաղվա գիշերվա բան, իմացեք, որ դուք մեծ մասսա աջակիցներ արդեն կհիասթափվին ու հետո դժվար է իրանց ինչ-որ, չգիտեմ, համոզել, որ ինչ-որ պայքար է սկսվելու ու այսքան բանը, որ հիմա կատարվում է, փաստացի մեզ սենց դրել է տուփիկի մեջ, ոչ գիտենք բանա ինչն է ճիշտ, որովհետև ձեզնից ոչ մի ելույթ չկա, ոչ էլ գիտենք ինչն է սխալ։ Հիմա մենք հասարակ ժողովուրդս ինչ անենք, ուր են ձեր հայտարարությունները։ Մենք ձեն չենք տվել, որ նորից Փաշինյանը մնա վարչապետ, մեր մեծ մասը ձեն է տվել, որպեսզի Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ, մյուս մեծ մասն էլ ձեն է տվել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը դառնա վարչապետ։ Ու հիմա մենք փաստացի ստանում ենք Նիկոլ Փաշինյան վարչապետ ևս 5 տարի։ Ես չեմ ուզում, որ Հայաստանը թրկանա։ Ինձ ոչ մի բան պետք չի, ես ոչ պաշտոն ունեմ, ոչ էլ ինձ ինչ-որ մեկը պաշտոն է խոստացել։ Ես ուզում եմ Հայաստանը հայավարի մնա, ոնց կա, սենց մնա մինչև 20 թիվը, այլ ոչ թե հիմա, հմիգվատերությամբ արդեն թուրքեր են լսվել ու էսի գնալով շատնալու է։ Դրա համար մեր պահանջն է մանդատներ չվերցնեք, թող ինքը իրանով, չգիտեմ ինչ կանի պարլամենտում ու դուք պահանջեք, որ վերահաշվարկ լինի ընտրությունների արդյունքները ու վերահաշվարկի ժամանակ պետք է կոչ արվի ժողովուրդը հավաքվի հրապարակում ուղիղ եթերով հետևի վերահաշվարկի արդյունքներին։ Խաղաղ ուղղակի հավաքվում են, որպեսզի ուղիղ եթերում ով ձայնը տվե, ինքը միանգամից տեղեկացված լինի, թե ոնց է վերահաշվարկը լինելու։ Մեր պահանջը էդ է։ Պահանջեք վերահաշվարկ ընտրությունների արդյունքները ու կոչ արեք ժողովուրդը հավաքվի, որպեսզի հենց ժողովուրդը ինքը ուղիղ եթերով վերահսկի, թե ոնց են վերահաշվարկ լինելու։